Ողջույն սիրելի դիտողներ, ողջույն Հայքալիքի հարգելի բաժանորդներ, այսօրվա տեսանյութը նվիրված է լինելու մեր առողջության պահպանմանը, իսկ առողջության պահպանումը հնարավոր է առաջին հերթին ճիշտ սնվելով, օգտակար և ճիշտ չափաբաժնով սնունդ ընդունելու հարցով, ու ինչքանով է սա կարևոր, նրանով է պայմանավորված, թե մենք ինչպիսի գիտելիքներ ունենք և ինչպես ենք կարգավորում մեր սնվելու ռեժիմը։ Ցանկացած մարդ ամեն օր սնվում է և սխալ սնունդը, վնասակար սնվելու կարգը ամենաշատն է ազդում և ռիսկեր ստեղծում մեր առողջության պահպանման համար։ Նշված տեսանյութերի շարքը նվիրված է լինելու սննդվելու և սննդում անհրաժեշտ վիտամինների, էլեմենտների կարևոր գիտելիքներին։ Մենք օգնելու ենք ձեզ մեր տեսանյութերի միջոցով և կենտրոնում իրականացվող սննդաբան մասնագետների խորհրդատվության միջոցով գիտելիքներ ձեռք բերել սնվելու հետ կապված և կարողանալ մատչելի ձևով կարգավորել սննդի սնվելու հարցը։ Այսօր այս տեսանյութում առաջինը ես կուզեմ խոսել վիտամին A-ի կարևոր օգտակար հատկությունների, վիտամին A-ի ընդունելու կարգի, նրա պակասի կամ օրգանիզմում վիտամին A-ի ավել չափաբաժիններ ունենալու հարցերի շուրջ։ Առաջին հերթին պետք է մենք իմանանք, որ վիտամին A-ն կարևոր է լավ տեսողության, մաշկի առողջության և մեր իմունային համակարգի լավ գործունեության համար, լիարժեք գործունեության համար։ Բավարար քանակներ ստանալ կարող ենք բազմատեսակ առողջարար սննդամթերքներով սննդակարգով, իսկ վիտամին A-ի պակասը խիստ հազվադեպ հանդիպող և հեշտ բուժելի վիճակ է։ Ինչ է վիտամին A-ն։ Կա վիտամին A-ի երկու տեսակ։ Առաջինը դա ռետինոլն է, որը հայտնի է որպես լիովին ձևավորված վիտամին և հանդիպում է տավարի մսի, ձկնեղենի թշնամսում մեջ է առկա և հեշտությամբ այս սնունդը ընդունելով, ինչպես նաև կաթնամթերքի չափաբաժիններով մենք կարող ենք անհրաժեշտ վիտամին A-ի առաջի տեսակը, որը ես ասեցի կոչվում է ռետինոլ, ստանանք մեր սննդակարգում։ Երկրորդ տեսակը այս վիտամինի նախորդող ձևն է պրովիտամին A-ն, որը հանդիպում է մրգերում, բանջարեղեններում և այլ բուսական սննդամթերքներում։ Պրովիտամին A-ն ամենահաճախ հանդիպող տեսակը բետա կարոտինն է, որը հանդիպում է մթերքներում և սննդային հավելումներում։ Վիտամին A-ն կարևոր է, ինչպես նշեցի, մեր տեսողության, աչքերի, հատկապես գիշերային տեսողության համար, իսկ վիտամինը օգնում է, նշեցի, նաև մաշկի առողջ մաշկ ունենալուն և եթե մենք ուզում ենք պահպանենք մեր մաշկի առողջությունը, անհրաժեշտ է վիտամին A-ի պահանջված չափաքանակ ունենալ մեր օրգանիզմում։ Մենք կարող ենք ստանալ վիտամին A-ն միայն մթերքներից և ըմպելիքներից։ Հարուստ մթերքներն են արդեն մենք նշեցինք մեր առաջի խոսքում և ամենայն հավանականությամբ սննդի միջոցով ստանում ենք վիտամին A-ի բավարար քանակներ, երկու տարբերակները լավ աղբյուր են հանդիսանում։ Անճարպ միսն է վիտամին A-ով հարուստ, լյարդը կամ լյարդի պաքսիմատը, թշնամիսը, յուղոտ ծովային ձկները և ձվի դեղնուցը, կանաչատերև բանջարեղենները, նարնջագույն դեղին և այլ գունավորման բանջարեղենները, օրինակ գազար, կարմիր, պղպեղ, կանաչ սոխ, դդում, լոլիկ, ոլորեղեն, լոբազգիներ, մրգեր, չթեփազերծված հատիկավորներ, հացամթերք, ամբողջահատիկ ցորենից, բրինձ և այս շարքի մյուս մթերքները։ Սերուցքային կարագը կաթնամթերքից, ամբողջական կաթը, սովորական յոգուրտը, պանիրը, ցանկալի է ցածր յուղայնության լինի պանիրը, նույնպես հարուստ են վիտամին A-ով։ Օրական խորհրդվող դոզաները չափահաս տղամարդկանց համար դա 0.9 մգ է, իսկ կանանց համար 0.7 մգ-ը համապատասխան։ Վիտամին A-ի հավելումները վիտամին A-ին հավելումների տեսքով անհրաժեշտ է անպայման ստանալ մասնագետի խորհրդատվությամբ և նշանակումով, քանի որ վիտամին A-ի օրգանիզմում ավել չափաքանակները կարող են բերել խնդիրների և վիտամին A-ն կարող է խանգարված լինել մեր
օրգանիզմում նրա սինթեզումը, եթե առկա են վնասակար սովորույթներ, ինչպես օրինակ ալկոհոլի չարաշահումն է կամ նյարդային որոշ հիվանդություններ, օրինակ աղիների հետ կապված հիվանդություններ, եւ նշված վիտամինի հավելումները կրկնում եմ անպայման անհրաժեշտ է մասնագետի կամ բժշկի հետ քննարկելով, այսինքն ինքնուրույն չգնել վիտամին A եւ սկսել այն օգտագործել հավելումների տեսքով։ Վիտամին A-ի մասին կուզեի այսօր սահմանափակվել այսքանով, հասկանանք, որ մեծ քանակները վնաս կարող են հասցնել մեր օրգանիզմին, իսկ չափից մեծ քանակները կարող են բերել մազաթափության անգամ, սրտխառնոցի եւ տեսողության վնասման, մաշկի նարնջագույն երանգավորման։ Հղի կանանց համար վիտամին A-ի մեծ քանակները կարող են առաջացնել պտղի անցանկալի բնածին արատներ։ Եղեք առողջ, հետևեք Eloyan Royal առողջության պահպանման Facebook-յան էջին եւ կրկնում եմ, կենտրոնում կարող եք սննդաբան մասնագետների կողմից ստանալ խորհրդատվություն ու ճիշտ կազմակերպել ձեր սնվելու, սնունդ ընդունելու անհրաժեշտ վիտամիններ եւ էլեմենտներ սնունդում ունենալու ձեր պահանջը։ Ամենայն բարիք եւ առողջություն եմ մաղթում։ Շնորհակալություն։